Բարև ձեզ, դուք դիտում եք Երկիր մեդիա հեռուստաընկերությունը, ես Հեղինե Ասրյանն եմ, եթերում Երկրի մարդիկ հաղորդումն է։ Այսօր վաղ հասակից աշխատող, վաստակող պատանիների մասին ենք պատմելու։ 10 տարեկանից նրանք արդեն մեծական խաղեր են խաղում։ Ալեքսանդր Արզումանյանը Մկրտիչ Արզումանյանի Մկոյի որդին է։ Նրան հավանաբար տարբեր նախագծերում որպես դերասան արդեն տեսել եք։ Տանեցիները վաղ հասակից հայրիկի գործը շարունակելու Ալեքսանդրի որոշմանը կարծես թե դեմ չեն, բայց մի փոքր նախապայման կա։ Իմ տանեցիները հիմնականում դեմ չեն, որ ես լինեմ դերասան, բայց նրանք ինձ միշտ ասել են Ալիկ ջան, մի հատ սկզբում քեզ նորմալ մասնագիտություն ընտրի, հետո դերասան դառնալու մասին կմտածես։ Իսկ իմ հարևանները ինձ միշտ ասել են Ալիկ ջան, մի հատ նորմալ փեշակ քեզ ճարի, հետո ինչ ուզում ես արա։ Արա փեշակ։ Ես փեշակ բառից փոքր ժամանակ վախենում էի, նենց ոնց որ Թաթա Սիմոնյանը վախենում է, որ Լյուբա Ուսպենսկայան իրան կմերժի կասի չէ։ Իմ մոտ որ փեշակ բառը ասում էին, ես մտածում էի հեսա փեշակ պապին գալու է հետևից ինձ տանի ֆայլաբազար մինչև 5-րդ հարկ մի հատ եկկա դաշնամուր բարձրացնեմ։ Դեռ կրթություն չունեք դերասանական, թե ինչ որ կուրսերի հաճախում եք, թե տանն է պապան սովորեցնում ինչ որ բաներ։ Որոշ բաներ տանն եմ սովորում, շատ ժամանակ անցկացնում եմ թատերական ինստիտուտում, մասնակցում եմ այնտեղ դասերին։ Այդպիսի հնարավորություն ունեք, որպես ազատ ունկնդիր մասնակցելու թատերականի դասերին։ Այո։ Որ առարկաներն եք սիրում։ Գրականություն, հայոց լեզու, պատմական առարկաները եւ այլն։ Ասացիք, որ ինչ-որ բաներ նաև տանը հայրիկի հետ եք սովորում։ Ինչն եք սովորում հայրիկի հետ։ Տանը հիմնականում աշխատում ենք խոսքի վրա, մտածում ենք տարբեր կերպարներ, աշխատում ենք թե հեռուստատեսային եւ թե թատերական կերպարների վրա, այդպես։ Հայրիկը ողջունեց ձեր ընտրությունը իր ճանապարհով գնալու։ Իհարկե։ Ամենասկզբում ուրիշ մասնագիտությամբ էի ցանկանում շարժվել, որովհետեւ ընդհանրապես կապ չունի ես արվեստի հետ, բայց հետո հասկացա, որ մի րոպե, էլի, արժի մի հատ փորձել, ու հետո արդեն հասկացա, որ սա իմն է։ Հայրիկը քննադատում է, թե ողջունում է միայն։ Իմ ամենամեծ քննադատը իմ ծնողներն են, քննադատները։ Ձեր հայրիկի նմանակումն էի կանում, վիզուալ է նման եք պապային։ Հա, նմանություն կա, ասում են հիմնականում նմանությունը աչքերի մեջ է, ու բոյի։ Փողոցում ձեզ ճանաչում են։ Իհարկե։ Ինչ արձագանքներ են լինում։ Եվ դուք ինչպես եք ընկալում, ընդունում եք դա։ Ընդունում եմ դա շատ նորմալ, որովհետև եթե ճանաչում են, եթե մոտենում են քեզ, գնահատում են քո աշխատանքը, ու շատ հաճելի է այդ։ Ամենասկզբում մի քիչ քաշվում էի, դիսկոմֆորտ էի ապրում, բայց հետո սկսեցի դրան նորմալ վերաբերվել։ Սթենդափներ եք անում, ինչը կարող է դառնալ թեմա սթենդափի համար։ Առօրյա այն ամենամառազմ, ամենածիծաղելի երևույթները, տարբեր մասնագիտություններ, սոցիալական ցանցեր, միգուցե նաև տաքսիստներ։ Վաստակում եք, չէ՞ արդեն։ Հա։ Ինչպես եք վարվում գումարի հետ եւ այն որ դուք վաստակում եք, ինչպես է փոխել ձեզ։ Փոխել է արդյոք թե ոչ։ Փողը ես ավելի շատ հավաքում են, քան ծախսում է։ Եթե իհարկե ցանկանամ ինչ-որ նախագիծ ստեղծել, իմ սեփական նախագիծը գոնե ինչ-որ գումար լինի, որպեսզի կարողանամ ներդնել այդ նախագծի մեջ։ Ինքներդ բանակցում եք ֆինանսական հարցերով, թե հայրիկն է զբաղվում այդ ամեն ինչով։ Ֆինանսականի առումով խորհրդակցում եմ միշտ հայրիկի հետ։ Ինչպիսի քննադատություններ եք դուք լսում ձեր մասին, լսում եք արդյոք թե ոչ։ Դուք շատ հայտնի մարդու որդի եք եւ որքան էլ դուք տաղանդավոր լինեք, միևնույն է այդ խոսույթը լինելու է, որ դուք հայտնի մարդու որդի եք, ինչ եք մտածում այդ մասին։ Դե այն ամենասկզբում, որ արդեն եթեր էինք դուրս գալիս ես ու հայրիկս արդեն միասին, բոլորը շատ ծանր տարան այն փաստը, որ չգիտեմ, հայրս ինձ կարող է առաջ տանել կամ հայրս կարող է ինձ օգնել, բայց հետո սկսեցի էլի դրան նորմալ վերաբերվել։ Դες պրոցեսն է դուր գալիս, թե արդյունքը։ Մասնագիտությունը այնպիսին է, որ երևացող կողմը այսբերգի միայն վերևի հատվածն է, որովհետև դրա հետևում մեծ ծանր աշխատանք է, բայց մարդիկ տեսնում են փայլուն հետաքրքիր կադրեր եւ մտածում են, որ
դա է։ Պրոցեսը սիրեցիք, նաև այդ դժվարությունները։ Դե արդյունքը ամենակարևորն է, բայց ամենահետաքրքիրը դա պրոցեսն է, թե ինչպես է այդ ամեն ինչը ստեղծվում, թե ինչպես է դա նկարահանվում, ինչպես ենք աշխատում տարբեր տեսարանների վրա։ Միգուցե պահիտակ կարող է ինչ-որ սկսենք ջրի կանալ, այդքան է ճիշտ։ Միգուցե պահիտակ կարող է սկսենք ջրի կանալ տեսարանը նկարահանելուց, բայց ամենաշատը ինձ դուր է գալիս պրոցեսը։ Դերասանի մասնագիտությունը մի քիչ կախյալ մասնագիտություն է, հավանաբար գիտեք, կախված է թե ինչ առաջարկներ կունենաք թե չեք ունենա։ Կարող է լինի շրջան, որ չունենաք առաջարկներ։ Դուք պատրաստ եք, դա նաև ստրեսային բան է, այսինքն դուք անդադ կախված եք առաջարկներից։ Այս պահին դեռ նախագծեր չկան, պետք է օգտագործել այդ ժամանակը, պետք է ստեղծագործել միշտ, ունենալ բազում մտքեր ու այդ դրանք միշտ իրականացնել։ Ինչպիսին եք ձեզ պատկերացնում 10 տարի հետո։ Ինչպիսին եք, ինչով եք զբաղվում։ 10 տարի հետո դե միգուցե շարժվեմ ռեժիսուրայի գծով։ Ամենակարևոր խորհուրդը, որ պապան ձեզ տվել է կամ տալիս է, որն է այս գործում։ Միշտ ստեղծագործել, փորձել տարբեր բաներ, լինել նոր, առաջ գնալ ոչ միայն այս ոլորտում, այլ նաև մնացած այլ ոլորտներում։ Մասնագիտության մեջ կա մոտեցման մի առանձնահատկություն, որ պապան ասել է, որ այսպես պիտի անել, եթե դու ուզում ես հաջողել քո գործում։ Մասնագիտության առումով պետք է շատ կարդալ, պետք է շատ գիրք կարդալ։ Դուք կրծում եք։ Հա։ Վերջին գիրքը ո՞րն է, որ կարդացել եք։ Վերջին գիրքը հիմա ասեմ Ագաթա Քրիստիներ 5 խոզուկները։ Հասցնում եք սիրահարվել։ Դե աշխատանքները տարվում են։ Սիրահարված եմ ես ինքս։ Դե ստենդափում եք հավանում, ֆիլմում եք հավանում, որտեղ եք հավանում, ո՞րն եք համարում ամենաստացված ձեր դերը։ Ըստ իս ամենասիրված կերպարս դա Ֆեյ Գյուղապետի Էլվիսի կերպարն էր, շատ վառ կերպար էր։ Ամենասկզբում որոշված էր, որ այդ կերպարը պետք է լինի ախպեր, հորս ավտոն, հորս փողերը, որոշեցինք փոխել կերպարը վերջում։ Այդ կերպարը մենք 1000 անգամ ներողություն արտահայտության համար պորճի լակոտից փորձեցինք դարձնել ավելի շատ տհաս ու հիմար։ Տեղյակ ճիշտ է ամեն ինչից, բայց հիմար։ Այսինքն այն մեսիջները, որը ուզում էիք փոխանցել, կարևոր էր քեզ համար։ Հա, խորհուրդ կտամ չլինել Էլվիս։ Ի տարբերություն Էլվիսի պետք է լինել միշտ կրթված։ Ալեքսանդր, դուք նաև շատ ակտիվ եք Instagram-ում, որոնք են ամենամեծ ուշադրության արժանացած պոստերը։ Ամենամեծ ուշադրությանը այս պոստն էր արժանացել, թե լավ առումով, թե վատ։ Հիմնականում լավ արձագանքներ են այս պոստից հետո եղել։ Անծանոթ մարդ է, հույն, ու ես էլ չեմ ճանաչում։ Վիդեոներից ամենամեծ արձագանքը ստացել էր այս վիդեոն։ Գոր Վարդանյանի կոռուպցիա սերիալի մի հատված, որոշեցինք բեմադրել, սցենար փոխել ինչ-որ չափով։ Բրավ, ստե դասանի երեխեքով նստած ասեմ, որ դու տեղյակ ես։ Ջորջամը պատմություն չի, մաթեմա, բոլոր երեխեքի պրագոնարա։ Մենք էլ շատ առաջ է գնացել այս վիդեոն, promotion-ի առումով տեսանյութում վինետկայի նկարվելու հետ կապված նորմալ ժպտալը, նորմալ ժպտալս, բայց հետո ասել նորմալ ժպտա, վերջում նորմալ ժպտա է սենց ադում։ Դպրոցական վինետկան նկարվելու ժամանակ զգացել եք, որ նստում ենք սիրուն ադուշի ժպտում ենք ու այդ ժամանակ օպերատորը ասում է նորմալ ժպտա։ Ու այդ նորմալ ժպիտը ըստ օպերատորի լինում է այս ինչ է, մեծ կբացատրեք ինձ։ Իմ հերթն է։
չեմ նորմալ շփտա։ Շատ լավ, սենց պայի։ Ավետ Պողոսյանն աշխատում է 10 տարեկանից։ Սկզբում գովազդ էր նկարահանում, հետո սեղանի խաղ ստեղծեց, ֆիլմ նկարահանեց, դիմակներ ու ճամփորդական բարձեր արտադրեց։ Այս ամենը մինչև 16-ն էր։ Հիմա 16 տարեկանում արդեն գործատու է։ Իր SMM ընկերությունն է ստեղծել, 7 աշխատակից ունի։ Տարեկան երեխա գնացել եք կազմակերպություններ, տնօրենների հետ պայմանավորվել եք, ինչպես է որ ձեզ լուրջ են ընդունել։ 10 տարեկան երեխան գալիս է եւ ասում է՝ «Բարև ձեզ, ես կնկարահանեմ գովազդ ձեզ համար»։ Իհարկե շատ կազմակերպությունների եմ դիմել, բայց դրանցից շատ քչեր են համաձայնել աշխատել ինձ հետ։ Այստեղ շատ կարևոր է այն, որ դուք չեք հանձնվել, չեք մտածել, ուրեմն շուտ է, ուրեմն ժամանակը չի, մերժել են, նորից եք դիմել։ Դե հատա պարտադիր, ինչքան մերժում էի, մեկը միշտ դիմում էի ու միշտ էլ ստացվել է։ Գեցեք, ովքեր են ձեր ծնողները։ Ինչով են զբաղվում։ Հայրս մասնագիտությամբ իրավաբան է, բայց զբաղվում է տուրիզմով, իսկ մայրիկս ներկապային սովորում է հենց մանկավարժական համալսարանում։ Ներկապային ուսանող է ու երկրորդ մասնագիտությունն է։ Ես ենթադրում եմ, որ եղել է նաև ձեր ծնողների աջակցությունը։ Նույնիսկ եթե դա այդ աջակցությունը ֆինանսական չլիներ, իհարկե։ բարոյահոգեբանական աջակցություն հաստատ ունեցել եք։ Ահա, իհարկե։ Դե սկզբից ինձ հայրիկս զբաղվել է միշտ բիզնեսով ու երևի իր մասնագիտությամբ չէր աշխատել, հենց բիզնեսով է զբաղվել, երևի այդտեղից հետաքրքրություն առաջացել բիզնեսի մեջ։ Դուք որ գալիս էիք տուն 10 տարեկանում, գալիս էիք մերժված եւ ասում էիք, որ ահա հերթական գործատուին եք դիմել եւ ձեզ մերժել են, ինչ էին ասում ձեր ծնողները։ Չէ, որ գամ ասում, այս կազմակերպությունը մերժել է, միայն հաջողություններն էի ասում, ով է համաձայնել։ Չեմ ասել, որ այս կազմակերպությունը մերժել է, որովհետեւ այն տարիքում էլ շատ են եղել տենց կազմակերպություններ։ Ինչ չէիք ասում մերժումները։ Կարիք չէի տեսնում ասելու, որովհետեւ ինչ փոփոխություն կլիներ դա ասելուց։ Ես սիրում էի հենց հաջողությունները, ներկապային էլ երբեք, եթե ինչ-որ առաջարկ մերժում են կամ չգիտեմ, նման բան է լինում, երբեք դրա մասին, չգիտեմ, ոչ մեկի չեմ ասում, այդ միայն իմանում ես ու ասում միայն հաջողությունները։ Հիմա կազմակերպություններն են արդեն դիմում, որպեսզի զբաղվենք SMM-ով։ Արդեն հասել եք այն մակարդակին, որ ձեզ են դիմում։ Հա, իհարկե, հենց սկզբում, երբ որ սկսել էի, ոչ մի կազմակերպություն բնականաբար չգիտեր ինձ, որ կա տղա, ում անունը Ավետ է ու զբաղվում է SMM-ով։ Մի առաջացավ, որ հենց ես առաջարկեմ մարդկանց ու իմ յուրաքանչյուր գաղափարը իրագործելուց այդ ձևով եմ անում։ Եթե մարդ չգիտի քեզ, դու պետք է մարդուն ասես, որ կամ ես ու կարամ օգնեմ քեզ։ Ինչ որ տեղից կարդացել ես, քո ծնողներն են քեզ խորհուրդ տվել, թե ինքդ ես եկել այդ եզրահանգումների, օրինակ այդ վերջին քո բանաձևը, որ ասում ես, եթե քո մասին չգիտեն, ապա դու պիտի հայտնես։ Երբ որ սկսեցի վաճառել դիմակներ, առաջարկում էի հենց դեղատներին, բայց ոչ ոք չէր համաձայնում։ Հետո հասկացա, որ պետք է արդեն ես առաջարկեմ այլ կազմակերպությունների։ Այսինքն ձեր առաջին փորձառությունից ելնելով եք եկել այդ եզրահանգման։ Դիմակները վաճառելուց հետո հասկացել, որ նման տարբերակով կարելի է հասնել հաջողության։ Ես ուզում եմ խոսել դժվարությունների մասին եւ անհաջողությունների մասին, որովհետեւ շատ մեծահասակներ անգամ, երբ սկսում են իրենց գործը, հանձնվում են, երբ անհաջողությունների են հանդիպում եւ ընդհանրապես մերժված լինել այնքան էլ հաճելի զգացողություն չի եւ նույնիսկ մեծահասակներն են դժվարությամբ մարսում այդ զգացողությունը։ Դուք ինչպես եք մարսել եւ այդ դժվարությունները փորձառության վերածել։ Դե երբ որ մերժել եմ, բնականաբար տխրել եմ ու հասկացել եմ, որ հենց պատճառը տարիքս է ու երբ որ շատ մարդիկ էլ համաձայնում էին, ասում էին, դե լավ է, գոնե այս մարդիկ կան, որ ուզում են օգնեն, այդպես։ Չէ, իրականում ինչ որ չեմ ընկճվել ու առաջ եմ շարժվել, փորձել եմ այլ տարբերակներ իմ բիզնես գաղափարները առաջ տանելու համար։ Իհարկե ձախողումներ շատ են լինում տարբեր աշխատանքների մեջ, բայց դրանք էլ փորձում անցնել ու ավելի հզոր շարժվել առաջ։
Դուք հիմա 16 տարեկան եք։ Եթե 10 տարեկանից աշխատում եք, զուգահեռում եք դա դասերի հետ, հասցնում եք սովորել եւ լավ սովորել։ Հասցնում սովորել, դպրոցում շատ լավ եմ սովորել, բայց հիմա տեղափոխվել եմ արդեն քոլեջ։ Իհարկե աշխատանքը որոշ չափով խանգարում է դասերը սովորելուն, բայց իհարկե եթե կարողանան այնպիսի կրթություն տալ, որ ես կարողանամ դա վերցնել ու իհարկե ինձ օգուտ լինի, բնականաբար ես կվերցնեմ։ Համալսարան ընդունվելու մասին մտածում եք։ Իհարկե։ Ինչ ֆակուլտետ։ Ես ուզում եմ ընդունվել ամերիկյան համալսարան, բիզնես կառավարում բաժինը։ Այսինքն ձեր գործնական հմտությունները նաև ուզում եք կրթական հիմքերի վրա դնել։ Իհարկե, առանց դրա չեմ պատկերացնում, չգիտեմ, մամա շատ կարևոր է համալսարանում սովորել ու մասնագիտական ավելի շատ բաներ իմանալ։ Կորցրած մանկության զգացողություն չունեք։ Չէ, ընդհանրապես։ Այդ դա շատ հավես մանկություն եմ ունեցել, դուրս է ինչ-որ անկապ խաղալու փոխարեն աշխատել եմ։ Մեծական խաղեր եք խաղացել։ Այո։ Հետաքրքիր են մեծական խաղերը։ Շատ, երբ աշխատում ես քեզնից տարիքով շատ մեծ մարդկանց հետ, իրոք շատ հետաքրքիր է։ Դուք նաև փոքր տարիքից առնչվել եք գումար վաստակելու հետ։ Ինչպես է դա փոխել ձեզ, ինչպես եք դուք վարվում գումարի հետ, կարողանում եք ճիշտ վարվել թե ոչ։ Հա, իրականում հենց 10 տարեկանից սկսած գումար եմ աշխատել ու միշտ փորձում եի այդ գումարը խնայել, ցած ճիշտ ծախսել, հա, ու ընդհանրապես իմ գումարը լինի թե ծնողների, չեմ սիրում անիմաստ բաների վրա ծախսել։ Որոնք են անիմաստ բաները։ Կոնկրետ ամենաշատը, որ համարում եմ անիմաստ է, իմ համար ծխախոտն է, որ մարդիկ գնում են ու չգիտեմ։ Դե 10 տարեկանում դժվար բախվեիք ծխախոտի գայթակղությանը։ Հիմա չէ կարող եմ գնել, բայց իմ համար դա ճիշտ չի։ 10 տարեկանից սկսած վաստակել եք, գումարը հավաքել եք, ինչ եք արել հետո։ Իրականում փոքր տարիքում հնվոր այդքան շատ գումար չի աշխատում, չգիտեմ, իմ համար բաներ առնում կամ ընտանիքիս անդամների համար որոշ նվերներ էի առնում, հիմնական մայրիկիս ու տատիկիս համար, իսկ հիմա միանշանակ գումարը ներդրում եմ հաջորդ գաղափարների մեջ ու դրանք իրագործում եմ։ Իրականում բնականաբար իմ ծախսերի համար էլ է դա գնում, չգիտեմ, շոփինգ եւ այլն։ Ես ձեր հագու կապից տեսնում եմ, որ դուք ամեն ինչին շատ մանրամասն ուշադրություն եք դարձնում։ Այո, այդ պարտադիր, որովհետեւ մարդկանց այդ շփման ընթացքում դա էլ շատ մեծ դեր ունի։ Ունենալու եք ձեր ընկերությունը։ Այո։ Ընկերության ծախսերի գումարը ամբողջությամբ դուք եք կուտակել։ Հա, իմ համար հենց այս պրոյեկտը սկսելուց շատ կարևոր է, որ ամեն ծախս անեմ ես, ու հենց այդպես էլ եղել է, ոչ մի ծախս, չգիտեմ, ծնողներից չեմ թողել։ Որքան գումար եք ներդրել։ Կարող եք չասել։ Սկզբնական մոտ 1 միլիոն դրամի չասահմանում։ Փաստորեն հիմա գործատու եք։ Այո։ Քանի աշխատող ունեք։ Ներկա պահին 7-ն են, բայց աշխատում նաև այլ մարդկանց հետ, բայց ոչ ֆիքսված աշխատումներ են, այսինքն իրանց հետ աշխատում ենք, երբ որ կարիք կա, իսկ իմ թիմի 7 անձանց հետ մշտապես աշխատում ենք։ Դուք զբաղվում եք այս պահին SMM-ով։ Այո։ Ամենապարզ նկարագրությամբ ինչ է դա։ Գրքային նկարագրության չէ, պարզ նկարագրությամբ, որպեսզի գյուղում ապրող տատիկը, որը երբեք չի լսել SMM-ի մասին, պատկերացնի դա ինչ է։ Եթե գյուղում ապրող տատիկի համար ասեմ, մի մեկ բառով կարող եմ ասել ուղղակի գովազդ, բայց եթե մանրամասն փորձեմ որոշ չափով ներկայացնել ավելի պարզ տարբերակով, սոցիալական կայքերի կառավարումն է, որոնց շնորհիվ բիզնեսը աճում է, մարդիկ հենց սոցիալական կայքերի միջոցով են մեզ կազմակերպություններին իմանում։ Ինչպիսին եք ձեզ պատկերացնում 10 տարի հետո։ Երևի շատ լուրջ կազմակերպությունում տնօրեն նպատակ ունեմ ռեստորանների ցանց հիմնել, ամենակարևոր նպատակներից է իմ համար դա ապագայի համար։ Դուք շատ գործնական եք խոսում ամեն ինչի մասին։ Ուզում եմ էմոցիոնալ բաների մասին խոսենք։ Սիրահարված եք, այդ փուլերը ձեր կյանքում ինչպես են անցնում, թե գործը թույլ չի տալիս, միտքը զբաղված է գործով։ Դե հա, հիմնական չէ, սիրահարված չեմ, հենց միտքս միշտ գործին է, որ ինձ ասում է։ Վտանգավոր մարդ եք, բայց իրականում, հա, միշտ մտածում եմ, ասում մարդիկ գիտեմ, որ օրինակի համար երբեք ոչ, չգիտեմ, չեն ամուսնանում ու մենակ իրենց աշխատանքին են տրամադրում, ասում մենակ սենց չլինեմ, բայց չեմ կարծում ես այդպես լինեմ։ Դե ներկայացրեք ձեր գեղեցկուհի գործընկերուհիներին։ Մեր թինեյջերներից Էլենա եւ Սոֆիան։ Ինչպես եք գտել աղջիկներին։
Թե իրենք են արդեն ձեզ գտել։ Սոֆիան իմ մանկության ընկերներից է, իսկ Էլենը հենց Instagram-ով։ Սոֆիա, փոքր հասակից երևում էր արդեն ավետի այդ կազմակերպչական, ղեկավարման ձիրքը, հմտությունները։ Ինչ իրեն ճանաչում եմ, անկեղծ ասած, մինչև օրս ապշած եմ իր տաղանդի վրա, որտեվ ինքը սենց աշխատում է ու հասնում է իր նպատակներին։ Զարմանալի չէ՞ այդ մղումները, երեխայական խաղեր չեք խաղացել իրար հետ։ Խաղացել ենք, ավետը ստեղծել էր իր սեղանի խաղը եւ ամեն անգամ բերում էր դպրոց եւ խաղում ենք իր ստեղծած խաղը սեղանի։ Ինչպես ստացեց, որ ընկերացաք, հիմա էլ միասին աշխատում եք, փաստորեն դուք էլ ունեք ջիղ վաղ հասակից աշխատելու, ինչ որ բաների հասնելու։ Ես անկեղծ ասած փոքր տարիքից ուզում էի սովորել ԵՍՄ, ու ինքը ինձ այդ հարցում օգնեց ու ասաց, որ ես քեզ կսովորացնեմ, դու կհասնես քո նպատակին, այդպես սովորեցրեց եւ հիմա միասին աշխատում ենք։ Լավ է սովորեցրել։ Շատ։ Դեռ սովորում ենք, ես էլ եմ մինչև հիմա սովորում։ Դուք փաստորեն ղեկավարն եք, չի խանգարի այն, որ դուք ընկերներ եք եղել աշխատանքային հարաբերությունների։ Դա ամենաշատն է խանգարում մեր թիմում, իհարկե հիմնական ավելի շատ Սոֆայի հետ չգիտեմ ինչ որ վեճեր ենք ունենում, թե աշխատանքային, թե աշխատանքից դուրս իհարկե, բայց չգիտեմ կարողանում ենք դրա միջով անցնել ու հարթել ամեն ինչ։ Քանի որ աշխատում ենք թիմում, չի կարող ինչ որ տարբերություններ լինի, չգիտեմ մանկության ընկեր, թե ինձ նոր ծանոթ ինչ որ մեկը, բնականաբար բոլոր հավասար են, ուղղակի Սոֆայի հետ կապված ավելի խիստ ամեն ինչ։ Դուք ասեք, դուք ճիշտը կասեք։ Վեճերը դե լինում են, որովհետև այդ ընկերական շփումը խանգարում է։ Բոլորից էս խիստ ինքը Սոֆայի հանդեպ է, որովհետև նենց հանում, որ ոչ մեկը տարբերություն չզգանք, ընկերներ են, թե ուղղակի իրար հետ աշխատող մարդիկ։ Հեշտ է ավետի հետ աշխատել։ Դե փորձում ենք։ Գծած որ չէ։ Չէ, հեշտ է։ Դե դժվարություններ ամենտեղ էլ լինում են։ Ամենադժվարը ի՞նչն է իր բնավորության, իր մոտեցումների մեջ։ Բնավորության մեջ չեմ կարող ասեմ, որ ինչ-որ դժվարություն ունի։ Դե մոռացեք, որ հիմա ձեր ղեկավարն է լինելու, ճիշտը ասեք։ Դե չէ, ճիշտ է, բնավորության մեջ դեռ դժվարություններ չեմ նկատել, որ դժվար է հետ աշխատելը դրա համար, բայց աշխատանքի մեջ դե լինում են դժվարություններ, որ ինչ-որ մի բան կարող է ես չկարողանամ, բան մի քիչ ուշ ստացվի, բայց դե հաղթահարում ենք ամեն։ Որ ուշ է ստացվում, ինչ է ասում կամ անում ավետը։ Ջղայնանում։ Ինչպես եք ջղայնանում։ Իրականում բնականաբար հաշվի եմ առնում, նաև նշեմ, որ հենց թիմում հավաքված են թինեյջերներ։ Իմ նպատակը հենց դա, որ հենց մարդկանց մեջ կոտրեմ այն կարծրատիպը, որ կախված տարիքից մարդը աշխատի ու հասնի հաջողության, ու հենց իմ թիմում էլ հավաքված են թինեյջերներ հիմնական թիմը։ Իհարկե տարիքով մեծ անձանց հետ ենք աշխատում։ Դուք ուզում եք, որ թինեյջերները մոռանան, որ իրենք թինեյջեր են եւ հասուն մոտենան գործին։ Իրականում կա նման բան, որ իմ համար շատ կարևոր է ու ուզում եմ նենց այն լինի, ինչքան մարդիկի մեջ շփվելու չեն նայում, հա իմ տարիքին ու նայում են նենց, որ խոսում են մեծ մարդու հետ ու ուզում հենց իրանց մոտել այդ ձև լինի։ Իհարկե մի քիչ շատ դժվար է այդ ստացվում, որտեվ ես փոքր տարիքից եմ աշխատել, հա, բայց քիչ ստացվում է, որտեվ մենք հենց մարդկանց հետ շփվելու հետ կապված պարապում ենք պարտադիր, ոնց կարող ենք մարդկանց հետ ավելի ճիշտ շփվել։ SMM-ի ամենակարևոր թրենդները որոնք են հիմա։ Կարող եմ նշել հենց ռիլերը, որոնք շատ ակտուալ են հիմա ու մարդիկ կարող են առանց գովազդի գումարի ունենալ շատ դիտումներ։ Ռիլերը դրանք կարճ հոլովակներ են, որոնք շրջանառվում են YouTube-ում եւ Instagram-ում։ Նո, հիմնականում Instagram-ում ավելի մեծ է լինում օգուտը։ Տարբեր տեսակի կայքեր ենք կառավարում, ինչ որ սահմանափակում չի։ Ինչ տեսակի կայքեր են։ Ցույց կտաք մի քանի բան։ Կարող եմ ձեզ ցույց տալ մեր գործընկերներիցը։ Դուք եք նկարում այս վիդեոները։ Ո՞րն է այդ վիդեոների տրամաբանությունը, ինչ-որ բան է տեղի ունենում։ Այստեղ ունենք կոնկրետ այս վիդեոն, սովորական ստանդարտ վիդեո է, որ նետում է ու հետո հայտնվում է զգեստի վրա։ Այսպես շատ դիտումներ ենք հավաքում, սա ավելի հումորային տեսահոլովակ։ Ժամանակակից կյանքում կարևոր է, չէ՞, հումորի վրա նաև շեշտել։ Այդ տեսանյութը կթողեք նայենք։ Իհարկե, եկեք հենց ձայնով կարող միած։ Саш, я деньги потеряла. Сколько? Сколько? 3500. Саш, 3,5. Да ничего. Ничего, Танюш, ты только не плачь.
կարող եմ ցույց տալ մանկապարտեզի էջը, ընդհանուր highlight-ներ, այսպես։ Մի հետաքրքիր վիդեո դրեք մանկապարտեզից։ Հետաքրքիր վիդեո։ Միտք առաջացա, որ դա ամբողջը ներառվի փաթեթի մեջ, որ մենք գնանք, նկարենք, հա, շաբաթական։ Ամբողջը դուք անեք։ Այո, ամբողջը մենք անենք ու իհարկե դրանք շատ ցածր արժեքներով։ Ինչ հումորային դրվագ կհիշեք ձեր գործունեության ընթացքում։ Շատ երիտասարդ եք եղել, ճիշտ չեն ընկալել, ինչ որ մի կերպ մեկնաբանել են ձեր փոքր լինելը։ Հերոսի մեջ ստուգում էի այդ get contact հավելվածով, հա, ինչպես ինձ գրանցում, ու մի անգամ տեսա որ գործատուներից մեկը գրանցել էր դայախ։ Իհարկե կներեք բառից համար, կամ փոքր բիզնեսմեն նման բաներ ինչ որ գրանցել։ Ինչի են այդպես գրանցել, այնքան եք զանգել, այնքան եք։ Ես ընդհանրապես շատ չեմ էլ զանգում, հիմնական պատվիրատուներ եմ զանգում, ոքի չգիտեմ։ Հեռախոսում գրանցված անուններից հիշեցիք, ուրիշ ինչ այդպիսի հաճախորդների հետ շփվելու ինչ հետաքրքիր դրվագներ են եղել։ Իհարկե եղել է դեպքեր, որ մեզ խաբել են ու վճարի հետ կապված, հա, ասել են մենք շախլատ հետ օրինակի համար կվճարենք գումար, մենք իհարկե վստահել եմ ես հենց սկզբում, բայց այդ ամբողջությամբ փաթեթավորել պատրաստել ենք ու ասել են չենք ցանկանում աշխատել, իհարկե տենց մի քանի դեպք եղել է։ Ծառայությունից օգտվել են, բայց չեն վճարել, մտածելով որ դե երեխաներ են։ Չեմ կարծում երեխաների բան ստեղ լիներ ու այնպես չի, այդ գումարի համար մենք իրանց անհանգստացում ենք, բայց նեղվում եք, որ այդպիսի բաներ են լինում։ Այն ժամանակ նեղվում էի, հիմա չեմ նեղվի։ Հիմա որովհետև գումարը արդեն երբեք այդպես չի լինում, որ հետո վճարեն։ Երբ որ կվճարեն, սկսում ենք աշխատել արդեն։ Պայմանագրային հիմունքներով եք աշխատելու ենթադրում։ Հետո պարտադիր։ Մայիսի 1-ի Դուք դիտում եք Երկրի մարդիկ հաղորդումը։ Ես Հեղինե Ասրյանն եմ, մենք հանդիպելու ենք հաջորդ շաբաթ եւ շարունակելու ենք պատմել մարդու մասին։ Մեր երկրի ամենակարևոր ռեսուրսը մարդն է։